Ազգային խայտառակություն։ Այսպես է բնորոշում վեհափառ Հայրապետի դեմ տարվող իշխանական արշավը Մեղրիի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել Քահանա Խաչիկյանը։ Ազգային խայտառակության դրսևորում է։ Աշխարհի որևէ անկյունում չենք տեսնի հոգևոր առաջնորդի նկատմամբ այսպիսի անօրինություններ։ Հոգևոր հոր խոսքով եկեղեցու դեմ սկսված արշավը դիտվում է որպես հարված հայկականության հիմքերին։ Երբ պետական ինստիտուտները թուլանում են, հենց եկեղեցին է մնում այն սյունը, որը թույլ չի տալիս վերջնականապես կորցնել ազգային դիմագիծը։ Այն ինչ կատարվում է մեծամասնության համար, չասեմ բոլորի համար, մեծամասնության համար պարզ է թե նպատակը որն է։ Եկեղեցին խալխլել, եկեղեցին քանդել, թուլացնել, որովհետև այսօր եկեղեցին է, որ միայն այսպես այն վերջին հենասյունն է մնացել մեր ինքնության, դա էլ ենք ուզում քանդել։ Իսկ ինչու է պետությունը սկսել տարվող գործընթացը։ Սա վախն է։ Իսկ վախեցած իշխանությունը սովորաբար պարտվում է հենց սեփական ժողովրդի հիշողությանը, ասում է տեր Ռաֆայելը։ Անընդունելի, անհասկանալի այն ամեն ինչ որ կատարվում է։ Բնական է, որովհետև գիտակից մարդը չի կարող անտարբեր անցնել այս ամեն ինչի կողքով, մտահոգություններ ունեն եւ անհանգստություն ունեն այս ամեն ինչի հետ կապված, բայց էլ եմ ասում, հույսներս Աստված է եւ Աստված երբեք իր վրա հույսը տնողներին մենակ չի թողնում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։